Սիրելի հավատացյալ, Սուրբ Հարության 50-րդ օրը հայարաքելական եկեղեցին տոնախմբում է Սուրբ Հոգու էջքն առաքյալների վրա։ Սուրբ Հոգին Սուրբ Երրորդության 3 անձերից մեկն է՝ համագոհ եւ հավասար Հորը եւ Որդուն։ Քրիստոս իր երկրային կյանքի ընթացքում իր աշակերտներին խոստացավ պարգևել Սուրբ Հոգին, իսկ Գործք առաքելոցում պատմվում է. Երբ Պենտեկոստեի օրերը լրացան, բոլորը միասիրտ միատեղ էին, եւ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն, սաստիկ հողմից եկած ձայնի նման, եւ լցրեց այն տունը։ Եվ նրանց երևացին բաժանված լեզուներ, նման բոցեղեն լեզուների, որոնք նստեցին յուրաքանչյուրի վրա։ Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս։ Աստվածաշնչյան այս հատվածում նշվում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր ներկա էին այս դեպքին, աշակերտներին լսում եւ հասկանում էին իրենց հարազատ լեզվով։ Քրիստոնեական վարդապետության համաձայն յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սուրբ Հոգուց։ Շնորհներն ու Սուրբ Հոգին կապված են, սակայն չեն նույնացվում, քանի որ շնորհների պարգևողը Սուրբ Հոգին է։ Սուրբ Հոգու 7-նարբյա շնորհներն են՝ իմաստությունն ու գիտությունը, զորությունը, հանճարը եւ խորհուրդը, աստվածպաշտությունն ու երկյուղը։ Սիրելի հավատացյալ, երկուշաբթի օրվանից մեր եկեղեցում նաեւ եղիական պահքն է։ Այս պահքը կոչվում է եղիական, որովհետև շաբաթապահքին հաջորդող կիրակի օրը մենք հիշատակելու ենք Սուրբ Եղիա մարգարեի տոնը։ Այս պահքը մեզ հիշեցնում է նաև մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մասին, ով Սուրբ Մկրտությունից հետո, երբ ստացավ Սուրբ Հոգին, հեռացավ անապատ եւ այնտեղ պահք պահեց։ Սիրելիներ, Սուրբ Հոգին գործում է եւ իր շնորհներն է բաշխում նաեւ այսօր։ Յուրաքանչյուրիս է տրված լինելու այդ պարգևների եւ շնորհների կրողը։ Կիրակի օրը հոգեգալուստ է։ Ուստի եկեք Քրիստոսի համբարձումից բխող լույսով մաքրենք մեր սրտերն ու հոգիները եւ մեզ պատրաստ դարձնենք ընդունելու Սուրբ Հոգին եւ նրա պարգևներն ու շնորհները